Հիմա ես օրնի բուն ծաղկից թուրմեր եմ պատրաստում, հետո բոլորն իրար խառնում, թեժ կրակին դնում, եփում, որ այս բոլորը դառնա դեղ, կավելացնեմ ես մանանեղ, հետո բոխի ու խորդենի, որ դեղը շատ համեղ լինի։ Սպասեցեք այգում, միջև ձեզ կկայլ չեմ։ Արգաջան բժիշկ ցավաբույժ։ Ես ոչ բժիշկ եմ, ոչ էլ ցավաբույժ։ Իսկ որտեղ է բժիշկը։ Մահացել է, ինչ դժբախտություն։ Ոչ, նա կենդանի է և միանգամայն առողջ։ Ինչ երջանկություն։ Բարև ձեզ թագուհի, բարև ձեզ պարոն հողնացույց։ Ինչն է ձեզ բերել ինձ մոտ։ Բժիշկ, ձեզ ուզում եմ վստահել պետական մի գաղտնիք։ Ես երկու աղջիկ ունեմ։ Միթե դա պետական գաղտնիք է։ Դե ոչ, գաղտնիքը դրանում չէ, այլ այն, դե ինչպես ասեմ, դե նրանցից մեկը այդքան էլ բարի չէ, իսկ մյուսը գիտեք, այդքան էլ խելացի չէ։ Ավելի ճիշտ կլինի ասեն, որ մեկը բարի չէ բոլորովին, մյուսն էլ խելացի չէ բոլորովին։ Դուք ինչպես միշտ իրավացի եք, պարոն հողնացույց։ Չեմ թաքցնի, ժամանակն է երկու արքայադուստրերին էլ ամուսնացնել, ինչ մահացել է ամուսինս, փետրվար օգոստոսը, մեր անախորժություններին վերջ չկա, ծովից հարձակվում են ծովահեները, ցամաքից հարձակվում են մեր հարևան երկրները, իսկ մեր սեփական պալատականները մտածում են մեզ ինչպես խաբել, նույնիսկ պարոն հողնացույցը։ Ձերդ մեծություն։ Մի վիճեք, խնդրում եմ։ Ես ամեն ինչ հասկացա։ Ահա այստեղ երկու մատանի կա։ Սրանք ոսկե կամ ադամանդե մատանիներ չեն։ Սրանք հասարականագից։ Բայց ինչն է պետք է տանագե մատանիները, բժիշկ։ Օ թագուհի, սրանք հրաշագործ հատկություններ ունեն։ Այս մատանիները կարող են տալ մարդուն ինչ նա չունի։ Բժիշկ, ձեր հրաշագործություններից գլուխս ուղղակի պտտվում է։ Թագուհի, հիմա մեզ պետք է շատ սովորական ոսկե մատանի։ Եթե թույլ կտաք, ձեր մատանիներից որևէ մեկը։ Խնդրեմ, բժիշկ, որը որ հարկավոր է։ Եթե կարելի է սա։ Ահա։ Հիմա մենք ներս կհրավիրենք արքայադուստրերին և նրանցից յուրաքանչյուրը թողնի այն մատանին, որն իրեն ավելի դուր կգա։ Մայրիկ։ Ախ մայրիկ, եթե դուք իմանայիք, թե քիչ առաջ ապրելին, ինչպեսի հիմարություն արեց, դուք չեք դիմանա։ Հիմա ինչ արեց։ Նայր կոշիկն էդված ինչ որևէ աղքատակ չկա, իսկ ինքը մնաց ոտաբոբիկ։ Ահ, ապրիլի, թե կարելի է ոտաբոբիկ քայլել, իսկ այդ աղջիկը քայլում էր, բայց չէ որ նա արքայադուստր չէր։ Դուք որտեղից գիտեք, մայրիկ, նա իր մասին ոչինչ չասաց։ Ահ, ապրիլի, դուք աչքեր ունեք, թե ոչ։ Իհարկե ունեմ, եթե աչքեր չունենա, ինչպես կիմանայի, որ նա ոտաբոբիկ է։ Իմ թանկագին հյուրեր, ես ձեզ համար փոքրիկ նվերներ եմ պատրաստել։ Ահա այստեղ երկու մատանի կա, ընտրեք այն, որը ձեզ ավելի դուր կգա։ Ես արդեն ընտրեցի։ Սիրելիս, խնդրում եմ, այս անգամ սեջիրից, ես կտամ իմ վզնոցը, ականջողերը, անգամ թութակը, միայն այս մատանին թողից, վերցրու մյուսը։ Որը։ Հախանակ են, դե ինչ կա որ վերցրու, եթե քեզ այդքան դուր է գալիս, բայց տես, չմոռանաս վզնոց ականջողները։ Շնորհակալություն քույրիկ, ինչ բարին ես, ոսկե մատանիներ ես շատ ունեմ, իսկ սա ուրիշ տեսակ է, հարթ, սպիտակ։ Իսկ ես ինչ արած, կվերցրեմ ակով ոսկյա մատանին։ Արքայադուստր օգոստոս, խնդրում եմ հետևեցեք ձեր քրոջը, որ այգում որևէ հիմարություն չանի։ Ախ մայրիկ, դուք կարծում եք, որ ապրելին այգում հազար մի հիմարություններ չի կարող անել։ Բժիշկ, ահա ապրելին դրեց այդ մատանին, բայց ես ոչ մի փոփոխություն չկրտեցի։ Միշտ ապեք թագուհի, իմ
մատանիների հրաշագործությունը կերևա միայն այն ժամանակ, երբ ապրիլին երկրորդ մատանին փոխանակի նրա հետ, ով նրան կսիրի։ Բայց ով նրան կսիրի։ Գուցե նրա նման մի հիմա։ Խելացի մարդկանց լավ չեք ճանաչում, նրանք այնքան տարօրինակ են։ Բժիշկ, ձեր հրաշագործություններից գլուխս ուղղակի պտտվում է։ Ես ոչինչ չեմ հասկանում, իսկ դուք պարոն Հողնացու։ Ես կարծես այս անգամ ինչ-որ բան հասկացա։ Տվեք ինձ մյուս մատանի բժիշկ։ Խնդրեմ։ Ես այն կտամ ապրիլի փեսացրի։ Ձեր մեծություն, շնորհակալություն այդտեղ բժիշկին ես շտապեք պալատ։ Երկրորդ նախաճաշի ժամանակ։ Շնորհակալություն, բժիշկ։ Ինձ հետաքրքիր է, թե այս անգամ ինչ են բերելու Ալմազովի մատանիները, դժբախտություն թե երջանկություն։ Բայց միթե այդ մատանիները կարող են դժբախտություն բերել, չէ՞ որ անագը ոսկի չէ։ Տիկին Հաբիկ։ Շատ ոսկի տիրուհի։ Զգույշ սրվակները կկոտրես։ Այս փողերով դու կարող ես հարյուրավոր այսպիսի սրվակներ գնել և լցնել թանկարժեք քարերով ու ադամաններով։ Ոչ։ Ինչ է պատահել։ Ձեզանից որ մեկնեմ ես բժիշկ հավաբույժը, դու։ Ոչ։ Ուրեմն դու ես պարոն։ Ես լողալով անցածողը, որպեսզի ձեզանից գնեմ Ալմազովի հրաշագործ մատանիները։ Իսկ ինչին են պետք դրանք։ Կապույտ ափերի սուլթան, Աբդուրահմանի որդին, որ բարության պահին, այ պես սարատաձեռն է, իսկ զայլույթի պահին այր ինչպես ամպրոպ։ Այդ մատանիները որպես հարսանեկան նվեր ցանկանում է տալ իր աղջկան, նուն ու ֆարին։ Մենք փնտրեցինք ամբողջ աշխարհով մեկ, մինչև կախարդական գրքերից իմացանք, որ դրանք այստեղ են։ Ոսկին քոնն է, մատանիները մերը։ Ծովահեն Կոհինուր։ Դու որտեղից գիտես իմ անունը ծերուկ։ Ձեր մարդիկ շատ բան գիտեն։ Իսկ դու վերադարձիր քո կղզին եւ ասա քո Մուհամեդին, որ ես մատանիների դիմաց ոսկի չեմ վերցնում։ Ոսկի չես վերցնում։ Ինչ ես ուզում։ Ոչինչ։ Կամով ինչ տասուժով կխլեն։ Լավ չեք կարդացել ձեր կախարդական գրքերը, ծովահեն Կոհինուր։ Միթե ձեզ չեն ասել, որ այդ մատանիները չի կարելի ոչ գնել եւ ոչ էլ գողանալ, այլ միայն սիրով եւ բարեկամությամբ կարելի է ստանալ։ Ասել են, բայց չենք հավատում։ Դա ձեր գործն է։ Եթե այդ մատանիները քեզ նվիրեցին, վերցրու հրճվիր քո բախտն է։ Իսկ եթե ուժով կամ խորամանկությամբ վերցնես, ոչինչ չես ստանալ, բացի հասարականագից։ Համար սատանա։ Երևում է շատ է ապրել եւ այլևս չի ցանկանում ապրել։ Հասկանալան թող մատանիները մեզ տա թե չէ վատ կլինի։ Ավելի լավ է գնա այնտեղ, որտեղից եկավ։ Իսկ ու ժամանակ մի կորցրու, ոչինչ չես ստանա։ Կստանամ սատանի ծառա։ Ես առանց մատանիների իրավունք չունեմ վերադառնալու։ Մուամիելը կատակել չի սիրում։ Հասկացիր այդ մատանիները մեզ մոտ չեն։ Խաբում ես։ Չեմ խաբում, քիչ առաջ եկան ու տարան։ Ես տեսա թե ով էր ձեզ մոտ։ Թագուհին աղջիկների հետ։ Այո, բայց այդ մատանիները չի կարելի ոչ գնել եւ ոչ է գողանալ։ Միայն սիրով եւ բարեկամությամբ կարելի է ստանալ այն։ Բարեկամությունն ու սերն էլ կարելի է գողանալ, ամեն ինչ կարելի է գողանալ։ Ահա թե ինչ, հարկավոր է շտապ բժիշկին տեղեկացնել։ Բժիշկ, բժիշկ։ Ինչ է պատահել տիկին Հաբիկ։ Բժիշկ, ըստ երևույթի այդ մատանիները կարող են դժբախտության պատճառ դառնալ։ Երջանկությունն առանց դրա չի լինում տիկին Հաբիկ։ Բայց չէ որ անագը ոսկի չէ։ Այդ ինչին եք այդպես նայում, պարոն մինիստրը։ Վերացեք, ես չգիտեմ, ցածած ինչպես են կոչվում։ Այդ ինչ բան է այդտեղ վերևում։ Հողնացույց է ձեր պետություն, սովորական հողնացույց։ Հողնացույց։ Այո։ Ինչի համար է։ Այն արքայազն ցույց է տալիս քամուղությունը։ Արա, ապա շուտանեն եւ տվեք ինձ։ Ձեր ինչին է պետք ձեր պետություն։ Ինչպես թե ինչիս։ Որպես իմանամ քամողությունը։
Գիտեք, երբեմն այնպես է պատահում, որ գլխի չես ընկնում, թե որ կամ իմ որտեղից է մտնում նոր է փչում։ Սա եւ որ կա։ Ախ արքայազն, դուք կստանաք եւ այս օգնացույցը եւ տաղավարը դրան ավել ասած ոչ թակավորությունը։ Դրա համար միայն պետք է ամուսնանալ արքայադստերից որևէ մեկի։ Տեսնում եմ, որ դուք իսկական թակավոր կլինեք։ Իսկ այդ դեպքում ինչու այստեղ քարշ գալիս այդ Ալդեվոչխարը։ այդ ալդեվոչխարը։ Հողնացույցը ձեր ծառա հողնացույցի բաժին կլինի այն արքայանը, որը ավելի շուտ կամուսնանա արքայադստերից որևէ մեկի։ Հուսով եմ թակավոր կդառնաք դուք, եթե իհարկե շատ չեք ակնկալում։ Դանդաղել, դա ինձ նման չի։ Ահա, չնայած հասրացույց դեռ չեմ տեսել, նշանի մատանիներն արդեն գրպանում։ Բայց սովորական նշանի մատանին ձեզ չի օգնի։ Եթե դուք երթվեք, որ ինչ չեք մատնի, ես բաց կանեմ պետական մի շատ կարևոր գաղտնի։ Երդվում եմ, այդ ինչ գաղտնի։ Արքայադստերին ամուսնացնելու համար մենք ձեռք ենք բերել Ալմազորի կախարդական մատանիները։ Ահա դրանցից մեկը։ Բայց սա սարական այգու։ Ձերդ մեծություն, այս մատանին գին չունի։ Եթե դուք ամուսնանաք եւ ձեր մատին հագնի մի այսպիսի ամեգի մատանի, դուք կստանաք այն, ինչ չունեք։ Իսկ իմիջն է պակաս։ Ուր էստեղ մատանի։ Նշանադրությունից առաջ արքայaz։ Նշանադրությունը կլինի 5 րոպե հետո։ Մեն ինձ ասաց է արքայադստերից որի հետ պետք է ամուսնանամ։ Նրան ում մատի կա այսպիսի ամեգի մատանի։ Դա արքայադուստր ապրիլին է։ Ապրիլի։ Հրաշալի է, որտեղ է նա։ Թանկագին հողնացույց։ Թանկագին հողնացույց։ Որտեղ է վերջապես մեր արքայադուսերը։ Այդ համարը ծածրացած է եւ ծաղիկները տրորելով։ Այդ դեպքում ինչու չմեկնել տուն, ձերը գերազանցություն։ Ես ձեր տեղը լինեի կմեկնեի։ Ինձ ավարտանը նստելն ավելի ծածրալ է։ Դրա համար էլ որոշեցի դառնալ Փաշեստանի թագավոր։ Գիտեք, այստեղ ոչ սուրտ է, ոչ ջոկ, հազրիմն էլ ուշուշ է գալիս։ Ինչպես չէ, դուք ավելի շուտ ձեր ականջի ետևը կտեսնեք, քան Փաշեստանը։ Ինձ նրդերը գերազանցություն, անկասկած տեսել եք ձեր սեփական ականջը, երբ այն կտրել է։ Այս դուք չեք տեսնից այն գլուխը եմ ես եկի կտրել։ Մի րոպե։ Ալդե ոշխարի, մա ես էլ բոմբոններ է, համոն կտա։ Իրոպ է։ Որտե։ Արքայադստեր ապրիլին, եթե ձեզ ամուսնության առաջարկ կանեմ, մի անգամից ոչ չասեք, դա քաղաքավարություն։ Արքայադստեր Ավգուստոս, եթե ձեզ ամուսնության առաջարկ կանեմ, մի անգամից այո չասեք, դա նույնպես անքաղաքավարություն։ Սիրելի արքայազներ, ես շատ ուրախ եմ ձեզ այստեղ տեսնել։ Ինչպես գնացիք այստեղ արքայազն ալդեվոչխար։ Իսկ դուք Արքայազն ալդեպչակ, Ծառաստանի եւ Հրիմաստանի թագավորի 4-րդ որդի։ Բայց մի՞թե այդպիսի թագավորություններ կան։ Ձեր մեծություն, եթե կան արքայազներ, հավանաբար կան թագավորություն։ Երևի չեմ պիտի։ Սիրելի արքայազներ, ձեզ ուրախացնելու համար արքայադուստրերը ցույց կտա իմ հորանալի ամուսնու գերեզմանը եւ նրա սիրելի կապիկներին։ Ես եղբորան հավնացուցը կգնամ եւ կզբաղեմ թագավորության տխուր պետական գործերով։ Ինչով ձեզ հարցացնեք սիրելի։ Չեք ցանկանա տեսնել մեր կապիկներին։ Այ, ինչ ես ասում, նրանք կվախենան։
Ովքեր արքայացները։ Դե ոչ, կապիկները։ Այս սրանցից որն է ապրի։ Քեզ ինչ-որ չեմ ջոգում, շատ են է։ Ախ, ձեզ պետք է արքայադուստր ապրել։ Ահա նա։ Ձերդ գերացացություն, դուք ինչ եմ ծիշտա, հանգուցան թակորի գերացման։ Արքայադուստր ապրիլի։ Ես շատ ուրախ եմ, որ նրանք պես միայն լավ թողեցին։ Ուրախ եք։ Պարզապես երջանիկ եմ։ Դուք հիմա ավելի երջանիկ կլինեք, որովհետև ես էլ եմ գնում։ Արքայադուստր ապրիլի։ Ահա, ձերդ եմ խնդրում, զրկաչոք։ Ձերքը։ Ինչ է դուք ձերքեր չունեք։ Այնպես դժվար է մի դատակել։ Ասացեք, պարզ ու անկեղծ, դուք համաձայն եք թագուհի դառնալ, լինել արքայասն աղուլը ոչխարի կինը։ Ինչ, ոչխար։ Միթե դուք ոչխար եք։ Ոչ, դա շատ հին ու պատկավոր անուն է։ Աղուլը ոչխար։ Ալդե ոչխար։ Ալդե ոչխար։ Իսկ ես ինչպես պիտի կոչվեմ, եթե ամուսնանամ ձեզ հետ։ Տիկին Ալդե ոչխար։ Չեմ ուզում, այս շարն եք արքայադուստր ապրիլի։ Չէ, ինչ եք ասում, չար օգոստոսն է, իսկ ես պարզապես հիմար եմ, միայն խնդրում եմ այդ մասին ոչ ոքի չասեք, դա պետական գաղտնիք է։ Լավ է, որ դուք ժամանակին բացեցիք այդ պետական գաղտնիքը։ Պատիվ ունեմ։ Սատանատարի, ինչպես ավացակ մեծիկ էպես ծիծաղելից մրա։ Աբա, կարծում եմ, որ ես ծիծաղել եմ իկյոցից։ Թողեք ծերետոյները։ Արքադուստը, որին դուք ապրել եք օչեցիք։ Օգոստոսը դուք եք։ Ադադույն եք դե։ Քեքեքեշ բրած աշկեր ես հարել ես նրան, ապրիլի կոչեցի։ Պատվովս եմ երդվում, ես ձեզ չեմ։ Ինչպես ուրեմն դուք չեք ստացել արքայադուստր օգոստոսի համաձայնությունն է։ Ինչպես և դուք արքայադուստր ապրիլից։ Դա ձեզ չի վերաբերվում։ Սակայն իմ սուսերին է վերաբերվում։ Ես նման ամպաների եմ։ Լավ, մակը գտնեմ արքադուստր օգոստոսին և ներեղություն խնդրեմ։ Գնացեք, դուք էլ գնացեք, չէ որ դուք արդեն գիտեք, թե ով է մեզանից օգոստոսը։ Ոչ, ես կմնամ այսօր։ Այդ դեպքում ես կգնամ։ Իսկ ես ես չեմ թողնի։ Արքայադուստր ապրիլի, ես սիրում եմ ձեզ և չեմ սիրում շատ ախոսել։ Պարզ ասացեք, դուք անագ մատանի ունեք։ Ունեմ։ Բրիև։ Ահա։ Ճիշտ այդպիսի բան ես ասում եմ։ Այդպիսի անագ է։ Ահա, այդպիսի բան է։ Ցույց տվեք։ Ինչու եք սուտ խոսում, ոչ մի անագ է մատանի էլ չկա։ Բայց, իրոք որ չկա, կարծրել եմ, բայց որտեղ կարող եք, հիշեցի, երևի մատուցս ընկել այն ժամանակ էր մենամարտում է ետ ալդե ոչխարի հետ, Սենց որ աղծատագիր բորդ է, ասես դիք բապատացվել եմ ատիս։ Ծիծաղեք, հիմա կգտնեմ մատնին, և կնշամ եմ ձեզ հետ, ասես կետնի տաղ։ Ով է ամբողջ կանաչը տրորել, ծիրին այստեղ օրոցել, ծաղիկներն են եմ մոգոտել։
Մեկը կորցրել է, տանեն պոլատական սկիչին։ Ասենք, մոտոնին շատ հասարակ է, անագից։ Սրագինը սույք մի գրոշ է, այսպիսինները պալատում չեն էլ դնում։ Կարող եմ և ինձ պահել, գուցե երջանկություն բեր։ Գիտեք, գլխարկս ավելի գեղեցիկ է, քան դեմքս։ Ես հիմա կնայեմ։ Ոչ։ Ինչ ծիծաղելի եք, իսկապես դուք շատ ծիծաղելի եք։ Ախ, ինչու ինձ ստիպեցիք Երևան, ողորոշները ծիծաղեին ինձ վրա, միայն ոչ։ Բացեցեք այդուր, միթե ես ձեզ վրա եմ ծիծաղում, մի գնացեք խնդրում եմ։ Դե լավ, նայեցեք ինձ, ծիծաղեցեք որքան կամենում եմ, իսկ ես կնայեմ ձեզ, չէ որ ես քեզ այսքան մոտիկից երբեք չեմ տեսել, հեռվից դուք նման եք երկնքում արգայծող աստղերի, իսկ մոտիկից արևի։ Ով է ձեզ սովորեցել արտասանել այդպիսի զարմանալի բառեր։ Դուք։ Ես, ախր չէ որ ես հիմար եմ, ես անգամ ինչպես հարկն է, խոսել չգիտեմ։ Ասացեք, ինչու ես ձեզ երբեք չեմ տեսել։ Իմ անունը Զինզիբեր է, ես այստեղ ապրում եմ շատ վաղուց, ես ձեր այգեպանն եմ։ Կատակում եք, այգեպանի ես գիտեմ, նա բոլորովին նման չէ ձեզ, նա հասլիկ է, պատկառելի։ Նա ավակ այգեպանն է, իսկ ես կրտսեր, ես վարդեր եմ աճեցնում, իսկ նա դրանք պալատ է բերում։ Ապրիլ! Այդ ում հետ այն խոսում։ Ոչ ոքի, Ես լսեցի։ այնպես, թրջունի հետ։ Ինչպես միշտ հիմարությունն ես խոսում։ Շուտով տոնահանդեսը կսկսվի, իսկ մենք դեռ պատրաստ չենք։ Ինչ տոնահանդես։ Մինչև հիմա ոչինչ չհասկացա։ Տոնահանդեսը պատիվ արքայազների, մեր փեսացուների։ Ես փեսացու չունեմ։ Իսկ ես ունեմ։ Ով է։ Կամ արքայազն Ալդեվոչխերը, կամ այքայազն Ալդեպչանը։ Ինձ համար միևնույնն է։ Ես որոշել եմ նրանցից մեկին այսօր նշանվել։ Կարող ես նշանվել թեկուզ երկուսի հետ, իսկ ես ավելի լավ է այստեղ կմնամ։ Տես, Լուսինը դուրս եկավ։ Եթե ուզում ես տիրուհի, ես ձեզ համար Լուսին կբերեմ։ Մի վախեցեք գեղեցկուհիներ, այդ ես եմ, ձեր հավատարիմ ծառան։ Ես ձեզ Կապույտ ափերի սուլթանից նվերներ եմ բերել, անձամբ իրենից, առատաձեռն Աբդուռահմանից։ Միայն հրամայեք և Լուսինը կլինի ձեր ոտքերի տակ։ Ապրելի տեսնում ես ինչ լավ են շողշողում։ Շողշողում են, ապա ցույց տուր։ Նա կոտրի ինձ տվեք։ Իսկ ես չեմ էլ ուզում։ Քեզ դուր չի գալիս։ Գնանք ծովափ շատ մոտ է։ Ես ցես ցույց կտամ իսկական Լուսինը, որը ոսկուց է լավ է փայլում։ Ինչքան ուզում է թող փայլի, իմ անագեմատանին ոսկուց էլ լավ է փայլում։ Դու անագեմատանին ես գեղեցկուհի, ապա ցույց տուր։ Լավ մատանի է, բայց թագավորի աղջկան չի սազում։ Թագավորի աղջկան ոսկյա մատանիներ են պետք։
Դա ինձ սուրծերուքիս, դրա փոխարեն ես քեզ ուրիշը կտամ, որը իսկականից էլ լավ է փայլում։ Լսում ես ապրելի։ Լսում եմ, խուլ չեմ։ Գուցե գնանք տեսնենք Լուսինը։ Ավելի լավ է ես այստեղ մնամ։ Ախ, տիրուհի, վախտը ձեռքիցդ կթրջի, իսկ ուրիշ անգամ չես էլ կարող բռնել։ Դե մնաք բարով։ Ապրելի, միգուցե գնանք։ Չեմ ուզում, շատ պետք է։ Չարք! Նախանց, հանուն քրոջդ անգամ ոչինչ չես ուզում անել։ Ես ասացի գնանք։ Այլ յար։ Այսօր գնացին։ Երևի ամիջը։ Այո, այդպես է երևում։ Հարկավոր է հետևել նրանց։ Արկադոսներ ապրելի, արկադոսներ ագոստոս, չեմ հասկանում, ուր կարող ենք օրենք, տոնանդես է սկսելու ժամանակն է։ Արքայադուստեր ապրելի, արքայադուստեր օգոստոս, միթե կարելի է այսքան սպասեցնել։ Ձեր մեծություն նրանք այստեղ չեն։ Որտեղ են։ Նրանք ոչ այստեղ են, ոչ էլ պալատում։ Նրանց տարան, երկուսին էլ հափշտակեցին։ Ով ով տարավ։ Չգիտեմ, ծովահենները։ Ձեր մեծություն, ես ինձ հիմա կհրամանեմ ամենասիրտած լավ ուղարկել նրանց հետևում։ Եվ հայտնեք ամբողջ թագավորությունում, ով որ գտնի արքայադուստրերին կստանա Փետրվար Ագոստոսի թագը եւ արքայադուստրերից որևէ մեկի ձեռքը։ Ձերդ գերազանցություն, թույլ տվեք ես էլ մեկնեմ։ Կյանքս էլ չեմ խնայի ձեր դսները փրկելու համար։ Ախր, պարոն Դե ինչ կա որ, այս երիտասարդը կարող է օգտակար լինել, բայց առաջին հերթին պետք է իմանալ թե արքայադուստերից որ մեկն է պատրաստ իրեն այդ վտանգին ենթարկելու։ Ինչ վերաբերվում է ինձ, ես իպարտ եմ համարում մնալ այստեղ, քանի դեռ չեն եկել արքայադուսները։ իմ պատիվը թույլ չի տա միայնակ թողնել։ Այս դժբախտ կնոջ։ Իմն է։ Այդ դեպքում ես միայնակ կմեկնեմ։ Արքայազն անդր չան։ Թույլ եմ տալիս հիշեցնելու, որ դուք կորցնում եք թագը։ Դրա փոխարեն բրկում եմ գլուխս։ Ուրեմն դուք անօրեն չեք մեկնելու։ Ոչ։ Լավ ինչ արած, ես կխնդրեմ արքայազն անդր ոչխարին, նա կդրա և կփրկի արքայադուստերին։ Ես ձեզ կմնամ երբ պարը նրա հարսանիք։ Ինչ։ Որ ես պարում եմ զուգված զարդարված ոչխարի հարսանիքի։ Ոչ։ Մեկնում եմ։ Հենց հիմա, առանց ապարելու։ Այդ ուր եք պատրաստվում արքայազն ավդեպչան։ Բրկելու հարսնացույց ձերդ գերազանցություն, ծովայինների մոտ։ Մի րոպե։ Դե ուրեմն, ես էլ եմ գալի փրկելու հաստացույց, ծովահենների մոտ։ Ծերուկ, լավ թագոս, Ինչպես եք սեպական։ Ծերուկ, լավ է իրապակազով կոչի։ մենք առանց ձեր չքնաղագեղ աղջիկների չենք վերադառնա, մենք կվերադառնենք միայն նրանց հետ։ Ստամեցեք արքայադուստեր, իմ մի ախույսը դուք եք։ Որ արքայադուստերը կարող Բաց! Հակու? Քո հրամանը կատարված էր։ Անագի կախարդական մատանիները վեր ձեռքերում են։ Դու լավ ծառայես Կոհինուր, Սուլթանը կպարգևատրի քեզ, մատանիները բեր այստեղ։ Մի մատանին այստեղ է, միշտ այնտեղ։ Ինչու ես դու նրանց առանձին սենյակներում պահում։
որպեսի նրանց չվիճեն տեր։ Մատանիները։ Ոչ աղջիկները տեր, արքայադիստրերն այնապից։ Ես ինձ աղջիկներ բերել, ինձ ոչ աղջիկներ մատանիները պետք։ Ինչ հարածիր տեր, նրանց գինը մեծ չէ, երկուսն էլ հասարականագից են, բայց դա չի կարելի ոչ գնել և ոչ էլ հաշտակել, այլ միայն սիրով ու բարեկամությամբ ստանալ։ Դրա համար էլ ես քեզ ոտ եմ բերել աղջիկներին, մատանիների հետ միասին, իսկ ստանալը քեզ եմ թողում։ Լավ, թող կասածը լինի, աղջիկներին բեր այստեղ։ Երկուսին էլ, ներիշ տեր, քեզ լավ խորհուրդ կարող եմ տալ։ Նախ խոսիր մեկի, ապա մյուսի հետ, առանց վկաների համոզելը հեշտ է։ Լավ, թող կասածը լինի։ Աստղերը լուսինը վկա, որ սա աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է։ Ինչու դու ինձ այդ մասին չասացիր, Կոհինուր։ Ինչ հարածին տեր, նրանց այստեղ եմ բերել գիշերով, մութ էր դեմքերը չեմ հասցրել տեսնել։ Բայց նա ավելի պայծառ է, քան արևը։ Մեզանից մի վախենա գեղեցկուհի, մենք քեզ չենք նեղացնի։ Ոչ, դուք արդեն ինձ նեղացրել եք, այս չարսարսափելի ծերուկը Օգոստոսի խոստացավ ինչ-որ քարեր ցույց տալ, իսկ հետո խաբեց բերեց այստեղ և փակեց այս սենյակում, ես ուզում եմ տուն գնալ, քույրս նույնպես։ Ավնանթն ալիքների վրա օրորվում է, ձեզ է սպասում, միայն մի խոսք ասա ինձ։ Երեկը կասեմ, տուն եմ ուզում գնալ։ Ոչ գեղեցկուհի, ուրիշ բան ասա ինձ, կախարդակը մատանին է։ Ոչ, Ինչպես թե ոչ այսպեսի հանարդ անագ է մատանի։ ունեմ։ Դուր ինձ խնդրում եմ։ Չէ, մայրիկս ասաց, որ իմ երջանկությունը այս մատանու մեջ է։ Ճիշտ չի ասել գեղեցկուհի, տուն ինձ, ես քեզ արդյոք մաշիկներ կներդեմ։ Տանը ես ոսկյա մաշիկներ ունեմ։ Ականջողներ բյուրեղազարդակիքներ։ Ոչ, ես ոչ մի բաներ չեմ ուզում։ Սպասիր գեղեցկուհի նայիր։ Լսիր։ Գոյուն, սրատան նսին մեր։ Մեծություն, գերազանցություն, ես համար միևնույնն է։ Ալմիջան ասացան, չմայրիկի դեր համայցես ջրդում է ջրդել, չոս կտան, կախել աշտարակից։ Ախի ձայասկոտն է, աշտարակից կախել, դե որ այդպես է ձե հետ մեծություն, ես կեզ պարկի մեջ կդրեմ և ծովի հատակը կիչեսնեմ, այնտեղ դու հաստատ կխելով։ Դուք չեք հալացացի, ես Փասաստանի թագորին եմ։ Դե որ այդպես է ձե հետ մեծություն, ես կեզ մեկ ակսել պարկի մեջ կդրեմ, Գոյնուր։ Լաս, սպասեցեք, ինչ եք ուզում։ Փող, մայրիկը մեծ բրգագին կտա, մանավանդ ինձ համար, նա ոչինչ չգնայի։ Մենք ձեր փողի կարիքը չենք զգում։ Ապա ինչ եք ուզում։ Մատանի է պետք։ Մատանի։ Ահա։ Ա՜ջ։ Ապա ինչ։ Անագե մատանի ունես։ Դա քրոջս ապրիր իմ մոտ է։ Գիտենք, որ քրոջդ մոտ է մյուսն ուր է։ Միթե այդպիսի մատանի է կա։ Այդ տեսա պարկի մեջ կդնեմ։ Ահա, դու տեսել եմ ակազը ադեպչանի մատի, ճկույտի վրա։ Չես խաղում։ Եթվում եմ, եթվում։ Գոյնուր։ Ասում եմ տեր, Տիրուն տար քրոջ մոտ։ Թող նստեն միասին մտածեն։ Ոչ, այնտեղ ջուրդ է, մենք կմրսայինք։ Այնտեղ թիկնոցներ կան։ Դու անատամշուն ես Կոհինուր։ ինչով եմ զերացրել քեզ տեր։ 200 մատանի է հարկավոր, իսկ դու միայն մեկն ես բերել։ Կփամ դրանք տեր, կփամ դրանք։ Նա մոտեցավ տեր, խարից գցեց։ Ում նավն է, որտեղից եկա։ Այն ափից տեր երկու արքայազն են ժամանել, մեծ փրկանք են բերել։ Ինչ հարակի մեր փրկանքը վերցնենք, թե ամբողջը։ Սկզբից փրկանք վերցեք, հետո ամբողջը, որտեղ են արքայազները։ Մեկը դռայի հետևում կանգնած մեզ է սպասում։ Մյուսն էլ ամի վրա կանգնած սուր է ճոճում ու գոռում չեմ հասկանում, մեզ է վախեցնում, թե վախից է գոռում։ Որը եկել է մեր, իսկ որը չի եկել խապի բեր այստեղ։ Երջանիկ է ողջունելու այս գեղատեսիլ կղմի փառատոնի։ Ասում ես երջանիկ ես, ես էլ այսօր շատ երջանիկ եմ։ Ուզում եմ ձեր հետևից լավ ուղարկել, իսկ դուք արդեն այստեղ եք։ Ինչ լավ լուր եք բերել մեզ համար։ Վշտից որ մկված Փասաստանի թագուհին
ազատ արձակել իր աղջիկներին և դրա համար բերել եմ ինձ փրկագին։ Լավ է, բայց պետք է մի քիչ ավելացնենք այդ փրկանքը։ Մատանի է պետք։ Մատանի։ Ալմազորի կախարդական մատանին քեզ մոտ է։ Ոչ, իստի չէ եղել։ Ինչպես է քո անունը։ Արքայազը, ադե ոչխար։ Ադե ոչխար, ես բոլորովին էլ պետք չէ։ Լավ, ինչ անեմ քեզ։ Ջրի մեջ խեղդեմ, թե կախեմ աշտարեմ։ Դրեմ վանդակի մեջ է վապը տապել զուղանից։ Այժուն, տասնա։ Յուսիմ է։ Բախկոտներ, դուքիքը չեն պատար կաներ, պատար ասին այոն։ Իչեցրու սուրը։ Մատը շարժը մարազ գլխիկը մնա։ Բա, իչեցե, խտրում եմ մատը շարժեր պետք չի, ես ես ամեն ինչ կբացատրեմ, ես արկադուսների ետևից եմ եկել, բայց եթե չեք ուզում վերադասել ոչինչ թողվես մնես արությունացին Ախր ես մտ արկասն ատեմ չան է, ինձ համար մեծ փրկագին Ողջույն արկայազն ալդեպության։ Լավ մարդ ես երևա։ Հանուն սիրո և բարեկամության։ Նվիր ինձ քո անագե մատանի։ Մարդ, որը? Անագե մատանի։ Անագի? Անագեն չկա։ Հասկանում եք կորցրել եմ, մատիցս ընկել այն ժամանակ էր մենամարտում են ալդը ոչխարի հետ։ Գլուխը կորցրել! Ոչին եմ պետքակսի հիմար գլուխը, չոգել Այդ կտրում այդ գլուխս մի կտրեք առած այդ էլ ակատ չուն է։ Ոյնուն! Բարձու գիշեն եմ նրում։ Այդ դրում մտացի թե որտեղ ես կորց։ Ալմազորի մատանի։ Պատասխանը։ Մուամելի սուրը։ Աբեդ Ռամեդ։ Ահա քեզ դրամի բանալի Ահմեդ, սա էլ քեզ մյուսը Ռահմեդ։ Որն է գաղտնի բարձդեր։ Ալմազորի մատանի։ Իսկ պատասխանը։ Մամիելի սուրը, ապա կրկնեք։ Ալմազորի մատանի կողմից։ Ճշտրիան ցածր գոռացեք։ Չքրել, չելենջել։ Գիշերը երթապոկ ուղարկեմ։ Երեկ ես ծովու ձուկ որսացի, շատ մեծ ձուկ էր, ես էլ որսացի, քորնից 2 անգամ մեծ էր, բայց դու ինչ գիտես, թե իմ ձուկը ինչպիսին էր, ինչպիսին կլինի, միևնույն է, իմ ձուկը 2 անգամ մեծ էր քորնից, խր ինչի է, չի, խմել ուզում ես, ուզում եմ, իսկ ես 2 անգամ ավել եմ ուզում, մեզ զուգուտողը ջուր է պահանջում, տապակացներ գինի, չկա։ Սա ինչ է։ Ուժ է, ապա տեսնեմ ինչ կա մեջ։ Ինչ է։ Գինի է։ Գինի է։ Մանկությունից խմել եմ, բայց այսպիսի գինի չեմ խմել։ Մի կումով սիրտը տաքանում է։ Ամբողջը կխմես ընկերոջդ մի կաթիլ չես թողնի, դու ես է խմել։ Հանցանք է, ամեն լավ է ինքս խմել։ Որ հանցանք է, դու ինչ ես խմում։ Որ ես էլ եմ ուզում։ Հիմա էլ ես։ Հիմա էլ ես։ Ասում եմ ես։ Հիմա էլ ես։ Վերջացա։ Դու ես։ Ես գիտեի, բայց մոռացել եմ։ Գուցե
Եք Ահմեդ Ռահմեդ, իմ գինի շատ թունդ է, ինչև առողջ չեք։ Այդ ո՞րտեղ որտեղից հայտնվեց։ Դուք ինձ այսօր բերեցիք, մենք նույն նավon ենք եկել։ Անպիտան բավար մատնել մեզ։ Օրագացեք ներքևում ձեզ նավ է սպասում, կսպասեք արքայդստերը։ Բայց մենք մենք փախտենք, հետո իրանք փախտեն, հետո մենք փախտենք, իրանք մեզ կմարեն։ Արագացեք ներքևում։ Բայց մենք փախտենք, հետո իրանք, հետո մենք կմրդեն մեզ։ Դովես։ Ես զրա եպանն եմ։ Սիսիվեր, դու մեր ետևից ես եկել։ Այո, արագացեք, վերցրեք այս բանալները, կփակեք ինձ վրա և կդնեք այնտեղ, ներքևում ձեզ նավ է սպասում արքայազներն հետ։ Գնացինք։ Որտեղ են արքայազները։ Խրփացում ես իմ տեսներ։ Վերաշտե։ Որտեղ են արքայազները։ Արքայազները գային, հիմա չկան արքայազները։ Որտեղ են ձեր շալվարները։ Այ շալվարներ, հիմա չկան շալվարներ։ Աղջիկներին վերաշտե։ Դե ինչ գեղեցկուկի, տալիս ես մատանին։ Չլինի դու էլ ես կործրել։ Չէ, չի կործրել։ Ախր գեղեցկուհի, քո ինչին է պետք այդպիսի անշուք անագ է մատանին։ Ախր դու առանց դրա էլ շատ գեղեցիկ ես։ Ինչ պատեց քեզ աղջիկ։ Ոչինչ, ես այնպիսին է, ինչպիսին կա։ Այդպիսին է դու քեզ հայրում ես տեսել։ Ես փոխել եմ։ Ինչպես կարող էի քեզ փոխել, եթե դու փակի տակ էիր։ Ես փոխել եմ։ Քույրդ որտե՞ղ է։ Քույրս, ագրավ դարձավ դեռ։ Մատանի, ես հասկացա, այստեղ կախական։ Որի ես տեղից։ Ու որքան ժամանակ է որ ճարքահասները կամ որ ճարքահասները։ Ահա գալիս են նրանք, ձեր ընտելություն, եկեք այստեղ։ Ինչ է պատահել պարոն Հովնաթուր։ Ահա գալիս են նրանք։ Արքայատես։ Արքան էի կատել։ Այս ամիթով պետք է մեծ տոնախմբություն կազմակերպել, բայց նախ պետք է իմանալ թե արքայազներից ով է փրկել իմ արքայադստերին։ Ոչ ես։ Ոչ ես։ Ասացի ես։ Ասացի ես։ Ես եմ բարգել։ Ես։ Ահ, մայրիկ մեզ փրկել է։ Արքայազն ալդը ոչխարը։ Դուք
ապրիլից է։ Օգոստոսը ճիշտ է ասում։ Ահա մեզ փրկողը։ Զինզիվեր։ Իմ քաջ, իմ բարի, իմ լավ զինզիվեր։ Պարոն հողնացած, փոխտնեք նրան այս երիտասարդը շուտ հեռանա։ Ես գումար հարկավոր չեմ։ Մնաս բարով ապրիլ։ Սպասիր զինզիվեր։ Մայրիկ, չէ որ դուք ասացի, ես կամուսնանամ նրա հետ, ով ինձ կփրկի։ Իսկ ինչն է պակասում զինզիվերը։ Միայն մի բան, որպեսզի դուք բոլորը տեսնեք, որ նա լավն է։ Վերցրու մատանիս։ Ուրեմն փոխանակում է։ Փոխանակում է։ Հանուն սիրո եւ բարեկամության։ Մնաս բարով ապրիլ։ Ես էլ եմ գալիս։ Ուր ապրիլի։